Շարունակում ենք ուրիշ նորությունները եւ մինչ մեր տաղավարում հյուրին ներկայացնելը կուզենայի մի փոքր նախաբան։ Իսկ նախաբանը այսպիսին է. արվեստը կյանք է, իմ կյանքը արվեստ։ Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, հոգով նկարիչ։ Մեր հյուրը շատ հետաքրքիր արտահայտությունների հեղինակ է, բայց մինչ նրա հետ զրուցելը եւ անդրադառնալը, ասեմ, որ բոլորս երազներ տեսնում ենք, բայց ոչ բոլորս ենք նրա մեծ մասը հիշում։ Էլ ավելի քիչ մարդու կյանքում երազը դառնում է ճակատագրական։ Այս կանը թերևս նախնական կարգով, իսկ մնացածը զրույցում։ Գեղանկարիչ Արկադի Հովհաննիսյանն է, նույն ինքը Արկոն, մեր հյուրը։ Ողջույն։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Կարծում եմ երազով սկսելը ճիշտ էր, որովհետև նկարչություն եւ երազ ձեր կյանքում ուղղակի սերտորեն կապված են։ Բնականաբար սա ձեր կյանքի առաջին երազը չէր։ Իսկ ինչով տարբերվեց եւ ինչպես սկիզբ դարձավ, մի փոքր պատմեք, երազը պատմեք։ Նախ փորձեմ ասեմ, որ երազներս ի սկզբանե երբ միշտ հիշում եմ իմ երազները, իրանք կատարվում են։ Վախենալու չէ։ Չէ։ Դե միշտ բարի երազներ եք տեսնում։ Բարի էլ լինում, այլ երազներ էլ լինում, բայց կատարվում են հիմնականում։ Եվ 2022 թվականի հունվարի 4-5-ի կոմերն էր, երբ երազիս տղամարդու ձայն ինձ հորդորում էր, որ ես սկսեմ նկարել, ինչու չեմ նկարում, ափսոսա որ չես նկարում, դու լավ նկարիչ ես։ Առավոտյան ինձ համար անակնկալ էր, որպես այդպեսին ես ուր նկարելն ու նկարչությունն ուր Մի փոքր ճշտում, երբեք ասենք մանկությունից սեր, ձիրք, փորձեր երբեք չեն եղել։ Չէ, երբեք չեն եղել, զարմանալի է եւ շատերի մոտ հարց առաջացնում ոնց կարա այդպես բան լինի երազով, որովհետև չեմ նկարել երբեք, այսինքն իմ մասնագիտությամբ եմ միշտ խորացել տնտեսագիտություն, ֆինանսներ եւ այլն։ Երեխա ժամանակ էլ դաշնամուրի եմ գնացել, դաշնամուրի նվագում եւ 2022 թվականի 4-5-ի կոմերը, որ երազիսը տես տեսա առավոտյան, որ արթնացա, տես մի անգամից անակնկալ էր ինձ համար, բայց հետո հիշեցի, որ իմ երազները կատարվում են, կնոջս ասի, սենց երազ եմ տեսել, պետք է փորձեմ։ Ու մի քանի ժամ հետո իջել եմ նկարչական խանութ, ոչ մի բանի ոչ ծանոթ։ Ծիծաղեց, չհավատաց, այդ ժամանակ ոչ մեկ չէր հավատում, շատ հետաքրքիր։ Բայց դուք հավատում եք ձեր տեսածին։ Հա, տեսածին հավատում էի ու ասում էի, որ պետք է պարտադիր փորձեմ, որովհետև շատ հնարավոր է, որ ինքը իրականություն դառնա։ Եվ նկարչական խանութից ձեռք բերեցի ներկեր, այսինքն ինչ էր, ես ընդհանրապես գաղափար չունեի, խանութում հարցրեց ինչու են նկարում, յուղաներ, բացատրեցին յուղաներ, ջրաներ, ակրիլային, ընտրեցի ակրիլային ներկերը, որոնք ջրային հումքով են բացվում, մի հատ վերցին վերցրի, մի հատ մաստիխին, եկա տուն և սկսեցի մի անգամից նկարել։ Մոլբերտ էլ վերցրեցիք, թե դեռ ոչ։ Մոլբերտ չեմ վերցրել, կտավներ էի վերցրել, հələ չգիտեի այդքան ինչա պետք, ինչ չի պետք։ Հետո սկսեցի նկարել ու անդադար նկարում էի։ Ասենք մի նկարից հետո մյուսը, մի նկարից հետո մյուսը ու մի քանի օրվա ընթացքում մի քանի կտավներ ստեղծեցի, որոնք ինձ համար շատ հարազատ կտավներ են, որոնք ինձ համար իմ աշխատանքների ամենալավ գործերն են առ այսօր, որոնք պահպանել եմ ինձ համար ու հիմնականում հենց այդ աբստրակտ ոճներ ավելի շատ։ Հետո երբ որ սկսեցի ուսումնասիրել արվեստը, կարդալ եւ այլ, այսինքն ինչ եմ նկարում ես, ինչ եմ տեսնում ես, իմ նկարչական ուղղվածությունը գնաց դեպի ավելի շատ աբստրակտ էքսպրեսիոնիզմը, որը 20-րդ դարի սկզբին է ստեղծվել, կատարածվել, նկարվել, որի հիմնադիրներից է մեր շատ հայտնի հայրենագից Արշիլ Գորկին։ Հետո ժամանակի ընթացքում, երբ որ փորձեցի հասկանալ արդյոք իմ գեներում կան նկարիչներ, երաժիշտներ կան, բայց նկարիչներ չկան, բայց հիշեցի, որ հորս մայրը, իմ հորական տատը,
այն թվերին 30-ական, 40-ական թվականներին ինքը եղել է ներկարար են ասելուց եղել, ներկարար, ով ներկերա թելերը, այսինքն տարբեր գույների հետ խաղացել է եւ թելերը։ Ու ինքը բավականին հայտնի կարպետագործ է եղել նոյեմբերյանի շրջանում, ես արմատներով այնտեղից ունենք տունը իր կարպետներից, ես վերջերս գնացել էի նոյեմբերյան, բացեցի նայեցի, հետաքրքիր է որն է, որ կարպետներին երբ որ նայում ես ֆիգուրատիվ բաներ էլ կան, բայց հիմնականում абստրակտ ոճի նախշեր են։ Հիմա ես փորձում եմ վերագրեմ, որ տատիցս ինչ որ բան եկել է ինձ, որը հենց այդ երազով զայնը ինձ հուշել է, որ կա քո մեջ ինչ որ բան, որ կարող ես օգտագործել եւ անպայման օգտագործի։ Ու դրանից հետո 22 թվականից հետո անդադար նկարում եմ առ այսօր։ Կանրադառնանք նաև ցուցահանդեսին, ուղղակի ուզում եմ հասկանալ հաջորդականությունը։ Ժառանգականությունը ինչ որ չափով բարձեցինք։ Իսկ կարելի է ասել, որ սովորաբար երբ այսպես ներշնչանքով են աշխատում, հատկապես նկարիչները ասում են, որ ինչ որ մեկը շարժում է ձեռքս, ես չեմ կառավարում այդպես հետո, երբ որ ավարտում է աշխատանքը, ի դեպ հետաքրքիր է երբ եք համարում ավարտված աշխատանքը։ Նայում եք արդեն կողմնակի աչքերով։ Այդպիսի զգացողություն ունեցել եք, որ դա դուք չեք անում եւ հետո փորձել եք վերլուծել, գիտելիք ձեռք բերելով, ուսումնասիրելով գրականությունը, թե ինչ եք ի վերջո արարել։ Միանշանակ, որովհետեւ երբ որ սկսում եմ նկարել, նախ մուսայով եմ նկարում։ Այսինքն հստակ կոնցեպցիա չունեք, ինչ եք պատկերելու։ Չէ, պահագալի որ չէ, որովհետև մի անգամից sense մեջս ինչ որ բան, sense դրթում ասում սկսի նկարել։ Սկսում եմ նկարել եւ առաջի գույնը, որ ես վերցնում եմ, հենց առաջին կամ սևն է կամ սպիտակը։ Կտավը սկսում եմ սևից կամ սպիտակից ու ինչպես Միշտ է այդպես։ Հա, կարելի ասել այո, ինչպես դուք ասացիք, ինչ որ բան ներսից դրթում է, որպեսզի աշխատես, ոնց աշխատես եւ այլը, ու այդ առանց պայմանավորված լինելու ինքս ինձ հետ ներկերի գույները գալիս է միանգամից այս վերցրա աշխատի, այն վերցրա աշխատի ու տարբեր գույներով սկսում եմ աշխատել։ Լինում է դեպքեր, երբ որ կարողանում ես ուղղակի ստոպ տաս քեզ, որ հասկանում ես արդեն նկարը պատրաստ է, կտավը պատրաստ է, ստացել ես այն ինչ որ դու ուզում ես այս պահին, լինում է դեպքեր, որ ուղղակի մտածես լինում այդ աշխարհի մեջ, ու անդադ գույներ, ու չես կարողանում կանգնես։ Կարևորը այն պահն է, որ կարողանաս ճիշտ պահին կանգնես։ Ու այդ սկզբնական շրջանում շատ էի նկարներից հետ խոսում, հիմա էլ եմ խոսում նկարներից հետ, այն ժամանակ ուղղակի ինձ համար քանի որ այտենց անակնկալ էր, զարմանալ էր, գիշերներն արթնանում էի, կանգնում էի նկարներից առաջ, հետո զրուցում էի, զարմանում էի, որ ես եմ նկարել։ Հիմա էլ մինչև զրուցում եմ նկարներից հետ, իրանց մեջ հոգի ես դնում, այդ հոգին, քո հոգում իմաստնիկ այդ աշխատանքների մեջ է, ու կարող ես իրանց հետ խոսաս, իրանք է քեզ պատասխանում են։ Իսկ միշտ եք ներդաշնակ այդ ներքին ձայնի հետ, մուսայի հետ, թե լինում են ոչ այսպես ունիսոն տրամադրություններ, լինում են նաև հակասություններ, դուք ուզում եք վերցնել սևը, բայց ինքը ասում է, չէ, կարմիրը վերցրու կամ հակառակը։ Եղել են դեպքեր, հետո հասկացել եմ, որ պետք է լսել, միանշանակ պետք է լսել, որովհետև դեպքերը շատ ծանր են ելնում, այտենց նկարելու ընթացքում հասկանում եմ։ Ինչ հետևանքներ են լինում։ Հետևանքներից, որ կտավը ջարդել, ջղայնանալ, լինում է նման պորտկումներ, որ էմոցիոնալ նկարիչ եք։ Հա, կա էմոցիոն։ Եղել է մի քանի անգամ դեպքեր, դրա համար միջև դրանից հետո, այդ դեպքերից հետո աշխատում եմ առանց ներքին ձայնի, առանց մուսայի չնկարեմ, որպեսզի ես ինքս ինձ հետ չկռվեմ։ Ու հələ որ փորձում եմ այդ կոնտրոլը պահեմ, ստացվում է։ Ընդհանրապես, չգիտեմ, գուցե դա իմ տպավորությունն է, բայց հենց абստրակտ նկարիչների մասին ամենաշատ անեկդոտներ կան։ Դե գուցե հենց ժանրից է գալիս, թեև ձեր ուղղությունը, ինչպես դուք բնութագրեցիք, абստրակտ էքսպրեսիոնիզմն է, բայց գիտեք ինչ եմ ուզում հարցնել։ Միշտ է որ հասկանում եք ինչ եք նկարել։
Օրինակ, էլի անդրադառնամ այսպես հումորային դրվագների, երբ մի абստրակտ նկարչին ասում են, որ շատ լավն է կտավդ, բայց չենք հասկանում ինչ ես նկարել, ասում է դե ուրեմն ստացված է, եթե չեք հասկանում, եւ մյուսը երբ խնդրում են բացատրել, ասում է եթե ես բացատրող լինեի, գրող կդառնայի, այլ ոչ թե նկարիչ։ Միանշանակ ճիշտ է ասել, որովհետեւ շատ դեպքերում երբ որ հանդիսատեսը ուսումնասիրում է քո նկարը, ուզում է հասկանա, ասում է ինչ ես նկարել, բարդ է լինում բացատրելը, որովհետև դու երբ որ նկարում ես, քո էմոցիաները, հոգին դնում ես այդ կտավի մեջ, այսինքն դու ես հասկանում, բայց դու չես կարող իրան բացատրես, այսինքն եթե բացատրես էլ, ինքը դա կարող է այլ ձև ընկալի ու ասի ներողություն արտահայտությունից գիժա։ Բայց ինչպես եք սովորաբար արձագանքում, թողնում եք յուրաքանչյուրի ընկալման վրա։ Միանշանակ, որովհետև հանդիսատեսը երբ որ հարցնում է, ասում եմ դուք շատ բան կարող եք տեսնել։ Ես տեսնում եմ այնինչ ես նկարել եմ, բայց դուք մեջը շատ բան կարող եք տեսնել, այնինչը ձեզ հարազատ, այնինչը դուք ուզում եք տեսնել դրա մեջ, թե դրական, թե բացասական, թե տաք, թե սառը, որովհետև ես կարող եմ սառը նկարեմ օրինակի համար, բայց հանդիսատեսի համար դա այնքան տաք նկար լինի, որ դրա համար թողնում եմ իրանց մտահորիզոնի վրա։ Տաք ու սառ գույներ ասացիք, Մարտիրոս Սարյանական գույներ, մինասական գույներ, հայկական բնաշխարհը բնութագրող գույներ օգտագործում եք, թե հիմնականում այդ սև սպիտակ։ Չէ, միանշանակ օգտագործում եմ, որովհետև որ շեշտեցի, որ մի քիչ առաջ շեշտեցի, որ ես արմատներով նոյեմբերյանից եմ ու հաճախ եմ լինում, նոյեմբերյան կամ տավուշ աշխարհի բնությունը այնպեսին է, որ ինչքան էլ ուզես սև սպիտակ, այո, անդեի գույները ու բնությունը քեզ չի թողի։ Ես բնության մարդ եմ, սիրում եմ բնությունը ու հաճախակի եմ լինում բնության հետ անմիջական շփման մեջ եւ շատ եմ սիրում, երբ որ մենակ լինում եմ բնության գրկում, սկսում եմ նկարել։ Սարյանական մինասի գույները, մեր վառ գույները մեր ինքնությունից է գալիս, մեր բնությունից, բնաշխարհից է գալիս, մեր Հայաստան աշխարհից, ու սիրում եմ վառ գույներով նաև աշխատել, բնանկարներ եմ նկարում, ծովանկարներ եմ նկարում, абստրակտ դիմանկարներ եմ նկարում, բայց միանշանակ վառ գույներով աշխատելը շատ հետաքրքիր է, որովհետև իմ ամենասիրած գույները, որի հետ փորձում եմ ավելի շատ աշխատեմ, կարմիրն ու դեղինն է։ Շատ եմ սիրում ու բավականին գործեր ունեմ, որոնց մեջ գերակշռողը կամ կարմիրն է կամ դեղինն է։ Դա արդեն նայած տրամադրության, նայած մուսայի, որ գույնով աշխատեն։ Հավանաբար գիտեք, այդպիսի տարածված պատմություն կա абստրակտ դիմանկարի վերաբերյալ, երբ պատվիրատուն խնդրում է նկարչի, գոհ է լինում պատվերից կատարած եւ խնդրում է ընդամենը աչքերի գույնը փոխել, որովհետեւ խնդրել էր կապույտ, ասում է լավ, բայց շատ է տխրում։ Գործընկերը ասում է ինչ խնդիր կա, փոխի, ասում է չեմ հիշում որտեղ եմ նկարել աչքերը։ Абստրակտի մեջ կա նման բան, որովհետև երբ որ դու նկարում ես, պատկերացումները ֆանտազիա սահմաններ չունի ու երբ որ քեզ փորձում են սահմանափակել այդ ֆանտազիատ, նկարը դառնում արդեն չգիտեմ ինչ։ Դրա համար абստրակտ նկարչին ինձ թվում է չի կարելի ասել այսպես նկարի կամ այնպես նկարի։ Լավ, եթե չի կարելի ասել ինչպես նկարել, այնուամենայնիվ միայն բնազդով եք առաջնորդվում։ Ինչ դեր է խաղում ձեր կարծիքով ակադեմիական կրթությունը եւ արդյոք այն կաղապարում է արվեստագետին, թե ամեն դեպքում տալիս է որոշակի գիտելիք, որը նաեւ հետո կարելի է անհատականորեն ներկայացնել քո արվեստում։ Դուք կողմնակից եք կրթվելուն ակադեմիական ոճով, թե այն երազով եկած բնատուր տաղանդը փայփայում եք, որպեսզի հանկարծ այն չդառնա շաբլոն։ Փորձեմ այլ կերպ ասեմ, արվեստը ինձ համար գիտություն է։ Գիտությունը որպես այդպեսին պետք է ուսումնասիրել, սովորել, կրթվել ու առաջ գնալ։ Ինչը կարա սահմանափակի նկարչին, հիմա իմ պարագայում, երբ որ ես ավելի շատ փորձում եմ կրթվել, սովորել ակադեմիական կրթություն, ունեմ նկարիչ լավ ընկերներ, իրանց հետ աշխատում եմ, բայց ժամանակ որպես այդպեսին
չեմ ուզում շատ տրամադրեմ, որովհետև ինքը ինձ խանգարում է իմ абստրակտ նկարներին, որը ես շատ եմ սիրում, ուզում եմ շարունակեմ։ Ակադեմիական կրթությունը բնականաբար շատ կարևոր բան է, այսինքն ամեն ինչ էլ, եթե ինչ որ բան ուզում ես կատարելության հասցնես, պետք է ուսում ունենաս, այսինքն այդ գիտությամբ պետք է խորանաս, իսկ արվեստը անծայրածիր է, այսինքն սովորելու այնքան տեղ կա, որ ժամանակը չի հերիք։ Ես ես մի քանի տարվա մեջ աշխատելով մի քանի տարբեր նկարիչների հետ, իմ լավ ընկեր Գևորգ Մխիթարյանի նկարիչ Արամ Ապերյանի իրանց հետ աշխատելով շատ մեծ գիտելիքներ եմ ձեռք բերել, բայց փորձում եմ այդ գիտելիքները համադրել իմ բնանկարների հետ, բայց ոչ абստրակտ նկարների հետ, որովհետև абստրակտը ինձ համար դա իմ հոգեվիճակն է շատ ժամանակ, իմ էմոցիաներն են, զգացմունքներն են, գիրքա, դրա համար ակադեմիական կրթությունը չես կարա դնես գիրք հասկացողության մեջ եւ նկարես։ Բայց սովորում եմ նաեւ սովորում եմ ակադեմիական նկարչություն, տեխնիկա, իմ այսքան ժամանակվա նկարելը իմ փորձն է, որ ինձ թույլ է տալի շատ բաներ հասկանալ, այսինքն փորձով եմ ես դա անցալել, սովորել եւ այլն, բայց կարայի ավելի շուտ սովորեի ու ավելի հեշտ ու արագ անեի, օրինակի համար ներքի գույների հետ խաղը, այսինքն որ գույները ինչով խառնես ու ինչ գույն ստանաս, դա իմ մոտ դա փորձով է, այսինքն ես այնքան եմ փորձել, ստացել եմ առանց հարցնելու։ Բայց նաև սեփական փորձը բավականին քաղցր է լինում։ Միանշանակ քաղցր է լինում ու անդադ քո սեփական փորձի վրա դու կատարելագործվում ես։ Դա կարևոր բան է, որ կարողանաս քո փորձը կատարելության հասցնես։ Որքան էլ անհատը անհատականորեն գործի, ցուցահանդեսներ ունենա, այլ միջոցառումների մասնակցի, ամեն դեպքում նա աշխատում է մի միջավայրում, գոլեգաների միջավայրում։ Եվ ցանկացած արվեստի ճյուղում նույնն է, լինի դա երգարվեստ, լինի դա կատարողական արվեստ կամ դերասանական, մի փոքր սկեպտիկորեն են վերաբերվում դիպլոմ չունեցած մարդկանց, որքան էլ դու լինես բնատուր ռուսերեն վարկա գեղեցիկ սամարոդակ։ Միևնույն ասում այ մենք 5 տարի, 7 տարի, 10 տարի կրթվել ենք, իսկ ինքը այսպես ինչ վերաբերմունքի եք հանդիպում գոլեգաների կողմից։ Կա նման բան, ցավոտ թեմա է, ճիշտ ասած, ես իմ բնույթով այնպիսի մարդ եմ, որ ընդունում եմ բոլոր կարծիքները ու շատ հանգիստ եմ վերաբերվում դրան։ Հետո ֆիլտրում եք։ Հետո միանշանակ ֆիլտրում եմ, հետո հասկանում եմ, բայց կան նկարիչներ, որոնք չեն ընդունում Բացահայտ։ Այդպես լսում եք որ։ Չէ, բացահայտել են, արտահայտվում, որ չեն ընդունում, համարում են, որ դու նկարիչ ես, դու չես կարող նկարել, քանի որ դու կրթություն չունես, բան, բայց պատմությունը ցույց է տվել, որ հազար արվեստագետներ կան, որոնք կրթություն չեն ունեցել, որ նայում ես իրանց աշխատանքներին, այն ակադեմիական կրթություն ունեցող նկարիչները դաժե կարելի ասել իրանց մոտ չեն կարող նկարել, էլի։ Բայց ողջունողներ էլ շատ կան մեր արվեստագետներից, շատ եմ հանդիպել ու իրանք ողջունում են իմ նկարելը, նկարչությունը ու հորդորում են միշտ սովորել, անընդհատ նկարել ու շատ աշխատել։ Շատ աշխատելը շատ կարևոր է, էլի, այսինքն երբ որ դու պահ կա բացես թողում, հետո ինչ որ ժամանակ հետո շարունակում ես, ոնց որ միտեղ թելը կտրվի, հետո փորձես սենց փաթաթես այդ թելը, դրա համար պետք է անդադ աշխատես։ Ես նորմալ եմ ընդունում, բոլոր կարծիքները նորմալ եմ ընդունում, չեմ էլ նեղանում, չեմ էլ բանանում, բայց ասում եմ, երբ որ ես абստրակտ նկարչությունը շատ ժամանակ համեմատում եմ ջազ երաժշտության հետ։ Այսինքն երբ որ օրինակի համար դաշնակարը նստում է, նախ կարող է չիմանա ինչ է նվագելու, մի նոտայից սկսում է նվագել, բայց ինքը կարող է գրքով նոտաները չիմանա, բայց դաշնամուր լավ նվագի օրինակի համար։ Հիմա նույնը արվեստի Բարօրինակ Լևոն Մալխասյանը։ Այո,
Կան վառօրինակներ շատ կան, հիմա նույնը արվեստի բնագավառում մարդը կարող է այդ ակադեմիական կրթությունը չունենա, բայց շատ լավ նկարի ու շատ լավ նկարիչներ կան իմիջիայլոց, թե համաշխարհային պատմության մեջ, թե Հայաստանում։ Նորմալ է։ Ձեր ծննդյան օրը կազմակերպել եք ձեր, եթե չեմ սխալվում, առաջին անհատական ցուցահանդեսը։ Դե չեմ հարցնի ինչու եք ընտրել այդ օրը, հասկանալի է, այլ ավելի հիշարժան դարձնելու համար։ Ինչ զգացողությամբ արձանագրեցիք այդ առաջին երևույթը, առաջին անհատական ցուցահանդեսը եւ ուր եք շարժվում հիմա։ Ճիշտն ասած ինձ համար շատ պարտավորեցնող էր ու առաջի անգամ էի, որ ես ինքս որպես անհատ հասարակության առաջ հանդես գալիս ինչ որ նախաձեռնությամբ։ Ներողություն, ձեր նախաձեռնությունն էր, ձեր մտահղացումը, թե կողքից ասում եք դե արդեն ժամանակն է ցուցադրվի։ Չէ, ես եմ որոշել, որ արդեն ժամանակն է, ունեմ բավականին աշխատանքներ 22-23 թվականին, քանի որ այտենց անդադար աշխատում էի, բավականին շատ կտավներ ունեի, ու մեջից ծաղկաքաղ արեցի, որպեսզի ցուցահանդես անեմ, հետո որոշեցի, որ ինչի ոչ իմ ծննդյան օրը ես ինքս ինձ նվեր կանեմ, իմ ծննդյան օրը ինձ համար կլինի լավ նվեր ու ասեմ, որ բավականին լավ նվեր ստացվեց, բավականին շատ արվեստասերներ էին մասնակցում ցուցահանդեսի բացմանը։ Հենց այդ օրը որոշեցի, ամեն ինչ ես եմ կազմակերպել, ամեն ինչ, որպեսզի իմ ուզածով լինի։ Թե բուկլետները, թե դալիճի դասավորվածությունը նկարների, ճիշտ անգերներս էլ եկան ինձ օգնեցին, բայց փորձում էի անել այնպես, որ իմ սրտով լինի։ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին իմ առաջի անհատական ցուցահանդեսն էր Շարամբեյանի անվան ժողովրդների թանգարանում։ Հետո որոշակի դադարից հետո, երբ որ էլի սկսեցի աշխատել, ներկայացա իմ ծննդավայրում 2024 թվականի հոկտեմբերի 18-ին իմ երկրորդ անհատական ցուցահանդեսը բացեցի իմ ծննդավայրում նոյեմբերյան քաղաքի մշակույթի տանը, շատ լավ անցավ, որի համար շատ ուրախ եմ ու բոլորի շատ շնորհակալ եմ, ովքեր եկան մասնակցեցին, հետաքրքիր էր ծննդավայրում անողը, էլ ավելի պարտավորեցնող էր, որովհետև քեզ ճանաչում են բոլորը երեխա ժամանակվանից։ Այս ընթացքում, այս մի քանի տարվա ընթացքում մասնակցել եմ տարբեր ցուցադրությունների, մեկ նկարով, երկու նկարով, մասնակցել եմ նկարիչների միությունում, վարկանիշային ցուցահանդեսի Մոսկվայում, Հայաստանի Հանրապետության դեսպանատանը բացված 24-ի վերջին էր, բացված ցուցահանդեսին եմ մասնակցել ու այդպես շարունակ փորձում եմ մասնակցեմ եւ փորձում եմ այս տարի հուսամ կստացվի, եթե խանգարող բան չլինի, Գյումրիում ցուցահանդես անել, որը շատ եմ ուզում, որ Գյումրիում իմ նկարները ներկայացված լինեն։ Քայլ փորձում ենք վստահ առաջ գնալ։ Նշեցիք, որ ձեր սկզբնական առաջին նկարներից, կտավներից երբեք չեք հրաժարվի, իսկ կան էլի կտավներ, որոնք շատ նվիրական են ձեզ համար եւ ինչ է պատկերված դրանցում։ Մի հատ մեծ գործ ունեմ 80-120 չափի վրա, որտեղ պատկերված է էլի абստրակտ էքսպրեսիոնիզմի մեջ թագավորն ու թագուհին։ Միանգամից անզեն աչքով հասկանալի է, որ թագավորը թագուհի։ Հա, կարելի է ասել հասկանալի է ու մեջը շատ խորհուրդ կա, չգիտեմ, ես որ նկարել եմ, թագավորը ձեռքը բարձրացրած է, թագավորը բարձր, թագուհին մի քիչ ցածր, խոսակցությունը իրար հետ։ Չեմ ուզենա այտենց մանրամասն սա բացատրեմ, բայց ինքը նկարը պահել եմ ինձ համար, որ իմ տունը կախվի։ Ունեմ էլի մի քանի նկարներ ունեմ, որ իմ տունը պետք է կախվի, հենց այդ առաջի գործերից էլ ընթացքում էլ, երբ որ նկարել եմ, ունեմ ձայն անդունդից, ինքը սև ֆոնի վրա հայացք է, մարդկային հայացք է, շատ խոսուն հայացք է, ես իր հետ շատ եմ խոսում այդ նկարի հետ, կան որոշ նկարներ։ Իսկ ներկան, Հայաստանի ներկան, արձագանք գտնում է ձեր կտավներում։ Ճիշտ ասած չեմ մտածել երբևիցե արվեստը քաղաքականացնել։
չեմ փորձել քաղաքական բնավ ոչ քաղաքականացնելու մասին է խոսքը, օրհասական եւ որ ունեմ աշխատանք ունեմ, որը էմոցիոնալ պորտկում էր 2020 թվականի պատերազմից հետո քաղաքուրվականը, երբ որ Արցախի քաղաքները վերածվեցին ուրվականների, այսինքն շենքերը կային, տները կային, բայց բնիկ մեր հայ ժողովուրդը էլ չկար այդտեղ չեր ապրում, ինձ համար շատ մեծ ցավ է ու հայ ժողովրդի համար կարծում եմ մեծ ցավ է Արցախի կորուստը եւ մի օր այտենց շատ նեղված սկսեցի նկարել ու սև ու վեյ սկսել նկարել հետո նկարեցի քաղաք նկարեցի որը ինձ համար հարազատ նկարա չեմ վաճառում հավանաբար ոչ աբստրակտի մեջ հա աբստրակտի մեջ է ինքը էլ աբստրակտի մեջ է բայց հետաքրքիր գործ է այդ դա հենց այդ արտահայտություններ դրանից հետո փորձել եմ շատ չկենտրոնանալ որովհետև կարենք խանգարել էլի գույների մեջ էլ կարա խանգարի բայց լինում է հիմա նույնը հենց բանը ձայն անդունդից երկու կտավ ունեմ երկու հատ են երկու հայացքներ են ինչի ձայն անդունդից պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո մենք բոլորս գոռում գոչում բայց աշխարհը ուղղակի ոնց որ երես թեքածլներ այսինքն մեր ձայնը անդունդից դուրս չէր գալիս էլ այսինքն մենք գոռում ենք գոչում ենք ինչա կատարվում եւ այլն այո աշխարհը խուլ էր անտես էր աչքերը փակել էր ոչ մի բան չեն տենում բայց մենք անդունդից մեզ համար արդեն դարել էր անդունդ էլի անդունդից ենք գոռում այդ ժամանակվա նկարների մեջ ունեմ մտենց նկարներ քաղաքական մոտիվներով չեմ նկարում չեմ ընդունում չեմ սիրում որովհետև արվեստը այնպես բան է որ չպետք է քաղաքականացնես ոնց որ օրինակի համար սովետական ժամանակաշրջանում պարտադրում են սոցիալիզմ նկարել որը դա պարտադրանք է էլի ինչ որտեղ պլակատային մտածողություններ նաև եթե չեմ սխալվում վերջերս արժանացել եք հատուկ պատվոգրի դիպլոմի ինչի առիթով էր եւ Մայիսի 27-ին տեղի ունեցավ գալացուցահանդեսի բացում, հանրապետական գալացուցահանդեսի բացում, որտեղ հենց ներկայացվել է իմ նոր նշած երկու նկարով Թագավորն ու Թագուհին եւ Ձայն անդունդից այդ երկու գործերով էի ներկայացել։ Այո, մասնակցության համար ստացել եմ հավաստագիր դիպլոմ, որ մասնակցել եմ այդ ցուցահանդեսին։ Փորձում եմ մասնակցել, փորձում եմ բոլոր ցուցահանդեսներին հնարավորինս Հայաստանում տեղի ունեցող ներկա լինելու, որովհետև ամեն դեպքում չպետք է պարփակվես քո մեջ, այն ինչ որ դու նկարում ես, պետք է ծանոթանաս, շփվես բոլոր արվեստագետների հետ, որովհետև ամեն մի արվեստագետի հետ երբ որ շփվում ես մի բան կարելի է գիտելիքդ մի բանով կարելի է ավելացնել հենց այդ շփումը արդեն հերիք է շփում ես նրանց աշխատանքների հետ կարևոր բան է ու տենց փորձում եմ մասնակցել բոլոր հնարավոր միջոցառումներին եթե հրավիրում են կամ ուղղակի հայտ եմ ներկայացնում ու մասնակցում եմ փորձում եմ աշխատանքիս հետ համատեղել որը նույնպես շատ ծանրաբեռնված է բայց ստացվում է համատեղել ինչ որ չափով շատ կարևորեցիք ներքին ձայնի կարևորությունը իսկ պատվերով նկարներ անում եք որտեղ չկա ներքին ձայն որտեղ կա հստակ պատվեր երբեք չեմ արել որովհետև պատվերով որ ասում եմ այտենց պարտադրողական քեզ պարտադրում է քո էմոցիաներից դուրս գաս այսինքն սառը գլխով սառը հոգով սրտով սկսես նկարել միգուցե գա ժամանակ որ սկսեմ նկարել բայց առ այսօր չեմ նկարել մի դեպք ա եղել որը պատվեր չի ասի ուղղակի ընդհանրապես ասել եմ գույներ ասեք բայց չասեք ինչ նկարեմ ես կնկարեմ այդքան բան դա իմ ամենա մեծ աշխատանքն է որը 4 մետրը 1 մետրի վրա որը վերջերս եմ նկարել մեր որտեղ բնակում եմ շենքի տանիքում, սիրում եմ տանիքում աշխատել, դա
Անկերոջը ցանկությունով իր ուզած գույներով նկարեցի այդ մեծ նկարը եւ նվիրեցի իրան, որը գտնվում է Հայաստանի ամենամեծ մոլում այս պահին։ Հետաքրքիր է։ Ասացիք տանիքում եւ մտածեցի, որ հենց այնտեղ է, որ ամենաանմիջական կապն է վերևից եկող էներգիայի եւ երևի թե հենց պատճառներից մեկն է, որ նախընտրում եք այնտեղ աշխատել։ Իսկ ինչ խորհուրդ կտայիք այն մարդկանց, ովքեր երազում են նկարել, բայց ինչ պատճառներով իրենց ետ են պահում դրանից։ Այ սկսնակ կամ դեռ երազանքի փուլում գտնվող մարդկանց ինչ խորհուրդ կտայիք։ Մարդիկ կան, որ երազում են նկարել, մարդիկ էլ կան, որ ասում են, որ այդ ինչ ես նկարել, մենք եք կնկարենք, ես բոլորին հորդորում եմ նկարել միանշանակ, որովհետև այդպես ասողներ էլ կան, ես էլ այդպես կարող եմ։ Բայց իրանք չեն նկարում, էլի բնականաբար չգիտեն դրա դժվարություններն ու բանը, բայց բոլորին միանշանակ հորդորում եմ, որպեսզի նկարեն, փորձեն իրանց ուզած գույներով աշխատեն, որովհետև երազանքները սովորություն ունեն կատարվելու միանշանակ, դա լավ բան է, հետո կյանքը որպես այդպեսին մարդու համար լիքը անակնկալներով ու հնարավորություն է տալիս, եթե շատ ես երազում, քո երազանքների կատարվեն։ Հենց որ պետք չի երազանքներից հրաժարվել, եթե երազում եք նկարել, անպայման նկարեք, ստեղծագործեք, որովհետև ինքը իր մեջ լիքը լավ տարեր է ներառում։ Եվ ամենակարևորը հավատալ երազներին։ Միանշանակ հավատալ երազներին։ Միգուցե երազները հենց այնպես չեն այցելում։ Տանիքում նկարելու ժամանակ զգում ես, որ այսինքն ինչքան բարձր ես լնում, մոտ ես լինում երկնքին, Աստծուն, գերբնական ուժին, ու ինքը հնարավորություն է տալիս քեզ նկարելու ավելի մեծ ու ավելի մեծ։ Ես արդեն այս վերջի տարիները, չգիտեմ, ինչի չի ստացվում փոքր կտավների վրա աշխատել, գնալով ավելի եմ մեծացնում ու հələ որ պատկերացումներս ու ֆանտազիաս, չգիտեմ, ուր հասնում, որովհետև անդադում եմ ավելի մեծ աշխատանքներ նկարել։ Այսինքն գաղափարը փոքրի մեջ չի տեղավորվում։ Որ փոքրի մեջ էլ կարելի է։ Կարա տեղավորվի, բայց չգիտեմ ինչի, ոնց որ ինձ թվում է, որ թևերս բաց է, ու ինձ երկինքը թույլ է տալիս, հնարավորություն է տալիս, որ ավելի մեծ կտավի վրա աշխատեմ, ֆանտազիաս տեղափոխեմ ավելի մեծ կտավների վրա։ Ես նկարում եմ ինձ համար, չեմ նկարում վաճառքի համար կամ չգիտեմ ինչ համար, նկարում եմ ինձ համար, իմ նկարները ինձ համար շատ շատ ուզենա ձեռք բերել ձեր աշխատանքներից, բացառում եք դա։ Չէ, ոչ թե բացառում եմ, քանի որ պատվերով չեմ նկարում։ Չէ, ունեցածից ինչ որ ունեք։ Վաճառում եմ։ Լինում է, որ վաճառում եմ, լինում է կարոտում եք հետո։ Շատ նկարներ ունեմ, որ կարոտում եմ ու կարելի ասել հիմնականում բոլորի հետ էլ, եթե ծանոթ են, մոտիկ են, պայմանավորում եմ, որ պետք է լինի, գոնե մի քանի օրով ինձ փոխանցեն կամ ես գնամ տեսնեմ, որովհետև աշխատանքներ կա, որի վրա աշխատել ես մի քանի ամիս, հետո միական թարթում էլ քո մոտ չի այդ նկարը, այսինքն զավակի պես մի բան է։ Կա այտենց զգացողություն։ Լինում են դեպքեր, որ կան արվեստագետներ, որ ասում են абստրակտ նկարին անուն չպետք է տալ, չվերնագրել եւ այլը, բայց ես միանշանակ դեմ եմ դրան, որովհետեւ ոնց կարաս քո ստեղծածին անուն չդնես, անանուն ստեղծագործություն մի քիչ լավ իմաստով անուն չդնես։ Այո։ Դրա համար եւ անուն ես դնում, եւ կապվում ես քո աշխատանքի հետ, եւ կարոտում ես։ Բայց երբեք նույնը չեք նկարում, չեք պատկերում։ Չեմ ունեցել երբեք կրկնություն, ու կարծում եմ երբեք չեմ էլ ունենա կրկնություն, որովհետեւ դժվար է այդ կրկնությունը, ինքը արտատպման նման կլինի, ես չեմ ուզում արտատպեմ ինչ-որ բան, ես նկարում եմ այն ինչ-որ նկարում եմ։ Իսկ ինչ կասեք արհեստական բանականության մասին, ում այսօր կամ որին այսօր ինչ առաջադրանք տաս կատարում է։ Այդ թվում նաև ենթադրենք абստրակտ նկար պատկերել։ Ես մի անգամ մի հարցազրույցի ասել եմ, որ ողջունում եմ բոլոր տեսակի նորարարությունները։ Հիմա եթե абստրակտ էքսպրեսիոնիզմը ձևավորվել է 20-րդ դարի սկզբին, ասենք 16-րդ դարի դասականները, օրինակ որ պատկերացնեին, որ ըլնելու абստրակտ, կարող իրանք չնկարեին էլ։
Հիմա եթե մենք դրան գնանք, աշխարհը զարգանում է ու մեր այս դարում կարելի ասել շատ արագ է զարգանում, այսինքն երբ որ դու ուզենաս բռնես այդ զարգացման ձեռքը, սխալ է, պետք է թողես զարգանա, այսինքն հիմա զարգանում է նաև հենց այդ 3D ոճը, այո, որը նույնպես նկարում է թե abstract, թե ակադեմիական նկարներ, ինչ ուզում ես նկարում է, բայց դա գալիս է արդեն արվեստասերների ընկալումը դրա նկատմամբ, այսինքն դու կուզենաս քո տունը լինի մարդու նկարած, հոգի դրած աշխատանք, թե ուղղակի ռոբոտի նկարած աշխատանք, որը ուղղակի կատարել է հրաման, ոչ թե ցանկություն, այլ հրաման։ Դե որպես նորարարական խոսք մարդիկ կարծում եմ դա էլ կուզ, տեսեք, որ սա մարդ չի ստեղծել, տեսեք, սա տեխնիկան է ստեղծել։ Դա տարբեր մարդկանց ընկալումներից է, այնպես որ ես ընդունում եմ բոլոր տեսակի նորարարությունները, որը տանում է դեպի զարգացման, զարգացումը ես միշտ ընդունում եմ։ Եվ սպառնալիք չեք համարում արվեստագետին։ Ոչ, չեմ համարում սպառնալիք, որովհետև արվեստագետները իրանց տեղն ունեն, կարծում եմ իրանք իրանց լսարանը, իրանց հանդիսատեսը միշտ կունենան, միշտ, քանի դեռ կան գիտակից խելացի մարդիկ։ Արկադի, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Սա ոչ միայն ուղղակի զրույց էր ձեր արվեստի մասին, այլև իմ կարծիքով ոգեշնչող նոտակար բոլոր նրանց համար, ովքեր այսպես երկմտանքի մեջ են, տարակուսանքի մեջ են, գուզ սկսել, չսկսել, ինչ կլինի, ինչին կհանգեցնի, դուք այն օրինակն եք, հաջողված օրինակն եք, որ պետք չէ շատ երկմտել, մի երազի հետքերով գնալ եւ հասնել ամենատեպս գոնե այն հոգեվիճակին, որը ձեզ բավարարվածություն է բերում։ Միանշանակ էլի կրկին խորհուրդ կտամ, որ հետևեք ձեր երազանքների, ինչու ոչ ցանկությունների նաեւ, եթե ուղղակի ցանկանում եք նկարել, անպայման փորձեք, նկարեք, երազեք, աշխատեք, ձեր վրա շատ աշխատեք, որովհետեւ արվեստը կյանք է։ Իմ կյանքն էլ արվեստ։ Կյանքն էլ արվեստ։ Շնորհակալություն։ Ես եմ Հարգելի ունկնդիրներ, հիշեցնեմ, այսօր հյուրընկալել էինք գեղանկարիչ Արկադի Հովհաննիսյանին, Արկոին։ Ձեզ հետ էր Սուսաննա Հովհաննիսյանը, մինչ նոր հանդիպում։